Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն, եւ բնականաբար պիտի անդրադառնանք Չինաստանում տեղի ունեցած հանդիպմանը Թրամփ-Սի Ցզինպին։ Տեսեք, շատ հակասական վերլուծություն կարելի անել, այսինքն տեղեկությունները շատ հակասական են գալիս։ Ես ձեզ ասեմ, իրականում մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում։ Երբ որ ես բոլորս հասկանանք, սովետական միությունը երբ որ սառը պատերազմի մեջ էր, աշխարհը էլի այս ընթացքում Միացյալ Նահանգները զարգանում էր իհարկե եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ փոթորկոտ ժամանակներ ինչ առումով Միացյալ Նահանգները այնտեղ երբ որ համաշխարհային պատերազմը բրծավ, հետո կորեական պատերազմներ, հետո էլի տարբեր տեղեր պատերազմներ, բայց գլխավորները, այդպես խոշորները ուրեմն Միացյալ Նահանգների համար Վիետնամն էր, Սովետական միության համար Աֆղանստանն էր։ Եվ երկուսն էլ, այսինքն այս իմաստով Միացյալ Նահանգները տնտեսության շնորհիվ եւ ընդհանրապես երկուսն էլ հաջողության չհասան այդ պատերազմներում։ Բայց հիմա տեսնում ենք տարբերությունը Վիետնամում շատ ավելի լավ է ամեն ինչ, քան Աֆղանստանում։ Միանշանակ, լավ օրինակ բերեցիք։ Այստեղ խոսքը դրա մասին չէ, այլ նրա մասին, որ Միացյալ Նահանգները ժամանակին հասկացան եւ ժողովրդավարության շնորհիվ կարողացան նաև ուրեմն զորքերը հետ քաշել, որովհետև երբ որ արդեն Միացյալ Նահանգների եւ սկզբում Ֆրանսիայի, հետո Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող ուժերը արդեն հանձնվում էին, Միացյալ Նահանգները չպնդեցին, այսինքն չփորձեցին էլ ավելի մեծ զորք, այսինքն էլ չփորձեցին խրվել։ Առանց այդ էլ շատ երկար էր տևել այդ պատերազմը։ Իսկ սովետական միությունը, այսպես քանի որ ժողովրդավարություն չկար, տնտեսությունն էլ այսպես ամեն ինչ փակ էր, վարի էր գնում եւ չէին ասում, որ ձախողվել են, այո։ Եվ այս իմաստով հիմա մենք գտնվում ենք Միացյալ Նահանգներ եւ Չինաստան սառը պատերազմի համար ապրում ենք շատ իրականում բարդ ժամանակներում։ Ուրեմն տեսեք, էլի զուգահեռ ընթանում են պատերազմներ։ Էլի այդ ընդհանուր լարվածության ֆոնն է, հա, էլի համաշխարհային հեգեմոնի համար պայքարը սկսել։ Եվ եթե շատ գլոբալ ենք նայում, շատ գլոբալ, հա, այս վիճակը նրանից է գալիս, որովհետև այսպես նորից հայտնվել են պետություններ, որոնք փորձում էին այսպես համաշխարհային հեգեմոնի դերը ստանձնել կամ իրենց դիրքերը համեմատապես ամրապնդել եւ դառնալ այսպես երրորդ բևեռ, հա։ Օրինակ ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան փորձեցին անել, բայց ձախողվեցին ըստ էության։ Մենք տեսանք Թուրքիան էր փորձում, իհարկե Թուրքիան ինչ-որ արդյունքի հասավ Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում։ Այո, այսինքն տեսնում ենք մենք ագրեսիվ ուժերը, որոնք այլ մտադրություններ ունեին, բավականին ակտիվացել են աշխատում։ Իրանը Եվ այս իմաստով պետք է հասկանալ, որ հիմա պատերազմները մտնում են ավելի նոր դարաշրջան, դա արհեստական ինտելեկտի դարաշրջանն է, որտեղ ուղղակի սարսափելի պատերազմ է գնալու։ Ես ես մի օրինակ բերեմ։ Ուրեմն Միացյալ Նահանգները օրինակ Պիթեքսետ այն որ ասես մենք զորք ենք ուղարկում Ուկրաինա, որպեսզի այնտեղ իրենք վերապատրաստվեն, տեսեք սկզբից մերժում էին, իհարկե միշտ ամերիկյան ներկայություն որոշակի մակարդակով եղել է Ուկրաինայում, բայց հիմա կարծես թե դա բարձրացրել եւ ավելի գործնական, ասում եմ, ես չեմ կարծում որ դա խափի կամ բան, այսինքն այդ թեմայով կներեք խափի, ես կարծում եմ որ իրենք սկսեցին հասկանալ այս Իրանի պատերազմից հետո, որ իրենք բաց թողում են արել, որ Ուկրաինայի տեխնոլոգիաների հանդեպ շատ ավելի այսպես արհամարական են վերաբերվել հիմա։ Բայց ներողություն Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այսօր համագործակցելու են հատկապես ոլորտում արհեստական բանականության, որովհետև այստեղ մենք հաստատ ավելի առաջ ենք հանդիպումից հետո։ Այո, եւ տեսեք, ընդ որում ինչի եմ սա ասում, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա։ Ուրեմն տեղեկություններ կան, որ Միացյալ Նահանգները Իրանի պատերազմի ժամանակ Իսրայելի հետ միասին օգտագործել են արհեստական ինտելեկտը։ Հետաքրքրություն դարձրեք, այսինքն, բայց արհեստական ինտելեկտը օգտագործելու մասին իրանք ուշադիր չեն եղել ժամանակակից պատերազմի ամենակարևոր փորձին, որ ուկրաինացիները ունեն եւ այն ձեռքբերումները, որ իրենք ունեն։ Եվ իրենք հասկացան բաց թողումը։ Հիմա ստիպված նույն Հեքսետը խոստովանում է, որ իրենք ստիպված խումբ են, մեկ ինչ արհամարական էին խոսում տեխնոլոգիաների մասին եւ այլն։ Հիմա ուղարկում են։ Հասկացան բաց թողումը որտեղ է, բայց ինչն են ասում վերլուծաբանները հետաքրքրական մի բան, որ հնարավոր չէր 15000 նշանակետ խոցել առանց արհեստական ինտելեկտի։ Ժամանակին 15000 նշանակետ խոցելու համար պետք էր ամիսներ, 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս, 6 ամիս, երբեմն տարի այդքան նշանակետ։ Հիմա արհեստական ինտելեկտը ընտրել արագ հարվածել են։ Նույնը հետաքրքրական բան է տեղնում։ Նույն ընթացքում Պալանտիրի ղեկավարը Ալեքս Կարպասիոն գնում է
Ուկրաինա։ Եվ այնտեղ պայմանագիր են կնքում շատ հետաքրքիր, այսինքն 2 տարի համագործակցություն, բայց հիմա ռազմադաշտը պետք է կառավարի արհեստական, դե շատ կոպիտ եմ ասում։ Իրենք ասում են այդ մասին, այն ժամանակ ոչ թե արհամարում էին այդ տեխնոլոգիաները ուկրաինական, այլ ուղղակի Թրամփի կապրիզներ, այսպես ասեմ, Զելենսկու դեմ։ Դե այս հարցերում այդպես կապրիզներով չեն առաջնորդվում, ասածս էդ է։ Բայց հիմա հետաքրքրականը որն է, հիմա Չինաստանը այս ամեն ինչը տեսավ եւ ըստ էության եւ Nvidia-ի ղեկավարի եւ Իլոն Մասկի ուրեմն եւ բոլոր դեմքերը գնացին Չինաստան։ Թիմ Քուքի հայտնվելը Չինաստանում պատական չէ, երկրորդ պասումը շարունակենք։ Գնում ենք գովազդի։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGV-յու թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Մեզ դարձյալ քիչ ժամանակ է մնացել հարգելի հեռուստադիտողներ, բայց պիտի փորձենք ամփոփել այսօրվա հանդիպումը, Նախաբանը կարևոր է, հայաստանյան որպեսզի հասկանանք, այստեղ գնում է մեծ պայքար։ Առևտրի պակասորտը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի շատ մեծ է։ Տրամպը առաջին ժամկետից հետո շատ փոքր կրճատել էր, բայց միևնույնն է մնում է շատ մեծ։ Հիմա այս պայդրությամբ խոսքը, որ 200 Boeing գա վաճառել, Չինաստանը համաձայնել է։ Երկրորդը, ուրեմն, տեսեք, Չինաստանը տեղեկություններ կան, որ մոտ $1 տրիլիոն մոտ առաջիկա 2-ից 5 տարվա ընթացքում մի հատ գումարը պատկերացրեք ինչ եմ ասում $1 տրիլիոն պատրաստման ներդնել արհեստական ինտելեկտի մեջ։ Ուրեմն, երբ որ դուք շատ ճիշտ բան նկատեցիք, երբ որ ասում եք լավ բան հուշեցիք, որ ամերիկացիները ասում են մենք առաջին ենք, այսինքն Բեսենթը, Թրամփը եւ այլն։ Ուրեմն իմացեք, ով որ այս մրցավազքը հաղթին, այլ աշխարհի հեգեմոնն է լինելու։ Եվ այդ պարագայում Չինաստանը դնում է ահռելի գումար։ Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ, որ ահռելի գումարի մի ահռելի մաս գնալու է նորից շպիոնաժի, այսինքն գողության։ Վերջերս հետարքիր բան է տեղի ունեցել, փաստորեն Կալիֆոռնիայի քաղաքներից մեկի ուրեմն ղեկավարը հրաժարական է տվել, որտեղ բռնվել է Չինաստանի վրա, Չինաստանի համար ուրեմն շպիոնաժ մոռացա անունը դրա համար չասեցի, ուրեմն շպիոնաժ անելու համար։ Եվ ինչ են անում, իրանք ուղարկում են այդ երկրներ, Ավստրալիային մտե, այսինքն բոլոր Մեծ Բրիտանիային մտե, այսինքն այնտեղ Ֆրանսիա, որտեղ որ կա տեխնոլոգիա, իրանք ակտիվ, ընդ որում տեսեք, ուղարկում են սովորելու, նրանք մնում են շատ դեպքերում աշխատում են, մտնում են համակարգեր, բայց ի սկզբանե նրանք արդեն ուղարկված գործակալներ են։ Հիշում եք, որ Ռուբիոն մի անգամ ասեց այդ մասին, Ռուբիոն ակնարկեց, ես հուսով եմ, որ գիտեն, եւ ես հուսով եմ, որ դա կսահմանափակվի, որտեղ ինչքան ուսանողներ այդ կարգավիճակում դասախոսներ ուղարկվում են ի սկզբանե, պատրաստված ուղարկվում են որպես ուսանող, հետո ինքը գնում է զբաղեցնում է պաշտոններ, դե խելացի են։ Իդեպ ասեմ, իրանք խելացի են, շատ իրանք ասենց բան եւ այլ։ Գիտեք, ընդհանրապես այդ կողմը պետք է նշել, իդեպ տարբերվում են, ասենք, իրենց աշխատասիրությամբ, հա, իրենց այսպես համառ աշխատանքով եւ այլ։ Հիմա այստեղ դրա համար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում, բայց Չինաստանում 600 միլիոն օգտատեր կա AI-ի։ Եվ դրա համար Միացյալ Նահանգները տարել է Իլոն Մասկին, Nvidia-ի ղեկավար Հուենգերը, թե ազգանոց չեմ սխալվում, ուրեմն եւ Թիմ Քուքին եւ այնտեղ էլի կային, հա, ուրեմն եւ նաեւ BlackRock ընկերության հետ կապված ես ներողություն եմ խնդրում, երեք ես խառնեցի Blackwell-ի հետ, ես անդրադարձել էի ժամանակին BlackRock-ի նաեւ մերցի կոնտեքստում ուղղակի գերհոգնածությունից ելնելով ներողություն եմ խնդրում, BlackRock-ը չիպ չի արտադրում, BlackRock-ը դա ամենահզոր ուրեմն ներդրումային ընկերություններից մեկն է աշխարհի, որ անգամ գախնի, այսպես կոնսպիրոլոգիայի տեսանկյունից աշխարհի գախնի կառավար չեն ասում, $14 տրիլիոն է կառավարում BlackRock-ը եւ ուղեմ ուղակի ասեմ, շատ կարեւոր է։ Ինքն է այնտեղ։ Այո, այո։ Եվ այս իմաստով տեսեք, հիմա մի հետարքիր լուրեր ասեմ, այսօր երևի ժամանակը սպառվում է։ Հորմուզի նեղուցի հետ կապված, ինչու էս արհեստական ինտելեկտել ասեցի, որտեղ կարծես թե խաղի կանոնները փոխվում է եւ այս բանակցությունները շատ ավելի խորն էին, քան ուղակի բանակցությունները, շատ ավելի։ Եվ հիմա ամերիկյան բարձրակարգ ընկերությունները ուզում են մտնեն Չինաստանի շուկա,
որպեսզի, այսինքն դուք հասկանում եք, չէ՞, արհեստական ինտելեկտի պայքարը։ Այդտեղ կարան մտնեն, իսկ այնտեղ որտեղ որ իրանք թույլ են, նրանց է պետք է գա։ Հիմա խնդիրը հետևյալն է, իրենք չեն ուզում, որ Չինաստանը հաղթի այդ մրցակցությունը, եւ երբ որ դու գրավում ես չինական շուկան, դու բնականաբար այո, այստեղ տարբեր հարցեր կա խորության եւ նաեւ տեսնում եմ, որ ռազմի դաշտումը արդեն հետաքրքիր օգտագործում արհեստական։ Դրա համար ապագան հիմա կա տեսակետ, որ Թայվանի հարցով ազիջել Տրամպը, որովհետև Հորմուզի նեղուցը Շատ կոշտ ասաց, որովհետև Սի Ցզինպինը, որ եթե խառնվեք, այդ մեր կարմիր գիծն է։ Հենց այդ եմ ասում, այնտեղ Թայվանի հարցով ահռելի քանակությամբ զենքի գործար կա պատրաստում, իդեպ ասեմ սա էլ է պրիոմ, որքան հասկանում եմ, դա շատ հնարավոր է ամերիկացիք հենց դրա համար համաձայնվել է, որպեսզի խաղաթուղթ ունենան ձեռքերում, շատ մեծ քանակությամբ բազմա միլիարդ, 14 միլիարդ են ասում, բայց շատ ավելի մեծ է այդ գումարը ձեզ ասեմ, որ Թայվանին պետքա զենք վաճառեն, եւ հիմա պայմանավորվել են, որ Հորմուզի նեղուցը պետքա բաց լինի։ Այստեղ շատ կարևոր է, որտեղ արդեն տեղեկություններ կա, որ Չինաստանը Իրանին կներեք արտասության ժողովրդը պետք է փուրնա տալիս։ Եվ հենց այստեղ շատ կարևոր է ինչ կկատարվի։ Եվ ամփոփելով այս ամեն ինչը, արդեն հիմա ես չեմ ուզում ժամանակից շուտ անեմ, թող ամբողջանա այս այցը, հասկանանք դրա տակ ինչ կա, որտեղ տակը այնքան շերտեր է լինելու, որ դեռ պետք է վերլուծվի, հատկապես հիմա տեսնենք Իրանի հարցում ինչ կլինի, որովհետև եթե ստացվում է, որ Իրանը Չինաստանը Իրանին փուրն է տալիս, իսկ Իրանի հետ կապված իրանք հիշում եք 20 տարով միլիարդներ պետք է ներդնեին եւ դրա դիմաց շատ էժան նավթ էին վերցնում, որ իրանց տնտեսությունը զարգացնում է։ Հիմա ասում է պատրաստ են Ամերիկայից վերցնել նավթը։ Հիմա Չինաստանը կարծես թե ուզում է փոխի, հասկանալով, որ սառը պատերազմից ինքը տուժում է, որտեղ Հորմուզի նեղուցից ամենաշատը ինքն է տուժում նաեւ, հա։ Կարծես թե չինացիները ոնց որ թե որոշել են հիմա չգնան հակառակ։ Կարծես թե չեմ պնդում, որովհետև հիմա պետք է ավարտվի, հասկանանք թե Հորմուզի նեղուցով պայմանավորվեն, որոշել է փոխի ստրատեգիան։ Իսկ դա շատ բան կփոխի, եթե հիմա չինացիները որոշեն գնան ոչ թե հակամարտության, այլ իբր համագործակցության տարբերակով, եք հասկանում եք, դա աշխարհի դոմինանտության համար այնքան բարդավիճակը եւ այնքան քիչ է տեղեկատվությունը, որ վաղնել երևի թե այնքան հստակ չի լինի, բայց ամեն դեպքում դուք կփորձեք։ Ես վաղը, եթե ավելին ասելու լինի, ես լայվով կտամ, եթե չէ, ներքաղաքական հետ կապած կտամ, ներքաղաքական ընտրությունների ուժերի հետ կապած կտամ, որտեղ այստեղ չխոսացինք։ Իսկ այսօր ասում ենք ձեզ ցտեսություն։ Հաջողություն։ Չոտ